Բարև ձեզ հայրենակիցներ, եթերում 02 հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Սույն թվականի հուլիսի 2-ին ԼՂ ոստիկանությունում տեղի ունեցավ պարգևատրման արարողություն։ ԼՂ ոստիկանության պետ գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը անձամբ ընդունեց ոստիկանության պաշտոնաթող մայոր Կամո Պողոսյանին եւ ոստիկանության մարմիններում երկարամյա ամբասիր ծառայության համար պարգևատրեց ԼՂ ոստիկանության պատվոգրով եւ հուշանվերով։ Արդեն իսկ հաջելի ավանդույթ դարձած ոստիկանության պետի կողմից ոստիկանության պաշտոնաթող ծառայողների պարգևատրումը ոչ միայն արածը արժևորելու, այլև իրավակարգի պահապանների ծառայությանը նվիրման եւ եռանդի նոր լիցքեր հաղորդելու յուրահատուկ դրսեւորում է։ ԼՂ համանդրության համաձայն յուրաքանչյուր ոք ունի առողջության պահպանման եւ օրենքով սահմանված կարգով բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունք։ Յուրաքանչյուր տարվա հունիս ամսվա 3-րդ կիրակին նշվում է բժշկատողի միջազգային օրը։ ԼՂ ոստիկանության բժշկական ծառայության բաժանմունքի բժիշկները հավատարիմ մնալով իրենց կոչման մասնագիտական տոնին ընդառաջ որոշել էին այցելել ազատազրկվածներին։ ԼՂ ոստիկանության բժշկական ծառայությունը սպասարկում է ինչպես ոստիկանության, այնպես էլ հանրապետության իրապահ կառույցների ծառայողներին, նրանց ընտանիքի անդամներին, թոշակառուներին։ Ծառայության բուժ աշխատողները գիտակցում են, որ իրապահ մարմինների ծառայողների մոտ առողջական խնդիրները շատ դեպքերում պայմանավորվում են հենց ֆիզիկական եւ հոգեբանական գերլարում պահանջող ծառայության բնույթից։ Բացի իրապահ կառույցների ծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների, ոստիկանության բժշկական ծառայության բուժ աշխատողները սպասարկում եւ հետեւում են նաեւ ԼՂ ոստիկանության քրեակատարողական վարչության քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալների եւ քննչական մեկուսարանի կալանավորների առողջության պահպանմանը։ Ծառայության պետ ոստիկանության կապիտան Դավիթ Իշխանյանի նախաձեռնությամբ բուժ աշխատողները հաճախ են այցելում քրեակատարողական հիմնարկ եւ բուժ հետազոտության ենթարկում ազատազրկվածներին։ Բացի այդ քրեակատարողական հիմնարկում մշտապես գործում է բուժկետ, որտեղ ծառայություն են իրականացնում 3 բուժակներ։ Մեր նկարահանման ընթացքում տարբեր բնագավառի բժիշկների եւ հոգեբանի մոտ այցելուների պակաս չէր զգացվում։ Բժիշկները ամենայն ուշադրությամբ լսում, զննում եւ հետազոտում են առողջական խնդիրներ ունեցողներին, հատկացնում համապատասխան դեղորայքներ, իսկ անհրաժեշտության դեպքում միջնորդում նրանց ստացիոնարում բուժման համար։ Մենք ժամանակ առ ժամանակ մասնագետներս գալիս ենք եւ պրոֆիլակտիկ կերպով ստուգումներ ասկացնում, անհրաժեշտ խորհուրդներ տալիս, անհրաժեշտ բուժումներ նշանակում, իսկ նրանք ովքեր որ այս կամ այն հիվանդությամբ տառապում են, նպատակահարմար է որպեսզի բուժումը տանեն ստացիոնար պայմաններում, ուղարկում ենք հիվանդանոց։ 2015 թվականի հունվարի 1-ից ծառայությունը ընթացքում կալանավորների եւ դատապարտյալների կողմից դիմել են մեզ 561 կալանավոր եւ դատապարտյալ, որոնց լսել ենք եւ հետազոտել ենք։ Տվյալ բուժ հիմնարկությունից, բժիշկներից, բուժաշխատողներից ես շատ շնորհակալ եմ, ինձ 12 թվականին էլ վիրահատել են։ Անուշադիր վերաբերմունք չկա, շատ ուշադիր են։ Ոստիկանության բժշկական ծառայության բաժանմունքի պետ ոստիկանության կապիտան Դավիթ Իշխանյանը բավարարված է ԼՂ առողջապահության նախարարության, ԼՂ պաշտպանության բանակի բժշկական ծառայության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության հոսպիտալի եւ պոլիկլինիկայի, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատապարտյալների հիվանդանոցի միջև գոյություն ունեցող համագործակցությունից եւ աջակցությունից։ Ըստ Դավիթ Իշխանյանի տարբեր բնագավառի բժիշկների նմանատիպ այցելությունների շնորհիվ հաջողվում է ազատազրկվածների մոտ ժամանակին հայտնաբերել հիվանդություններն ու կանխարգելել դրանք։ Առողջապահության նախարարության, առողջապահության նախարարի գլխավորությամբ սերտ համագործակցություն է կատարվում ոստիկանության բուժծառայության բաժանմունքի հետ։ Հիմնականում հիվանդների ամբուլատոր բուժման դեղորայքը ձեռքաբերվում ոստիկանության կողմից տրամադրած գումարի շնորհիվ։ Ամեն տարի ինչ որ գումար եւ ոչ քիչ գումար տրամադրվում է դատապարտյալների ու կալանավորների համար դեղորայք ձեռք բերելու համար։ Ու ինչու՞ չէ նաեւ դեպքեր ալինու որ թանկարժեք դեղորայքեր ենք ձեռք բերում մեր հիվանդների համար։ Այսինքն ձեր կարծիքով բավարարված են լինում կալանավորները։ Այո։ Եթե ամբուլատոր բուժման կարիք է լինում, մենք լրիվ բավարարում ենք։ Եթե ստացիոնար բուժման կարիք է լինում, տեղափոխում ենք առողջապահության նախարարության, որից է բուժ հիմնարկ։ Ըստ ախտորոշման։ Արդեն հատկացնում համապատասխան։ Այո, հիվանդը գտնվելով բուժ հիմնարկում լրիվ ապահովությունը ընկնում է տվյալ բուժ հիմնարկի վրա։
ԼՂ ոստիկանության քրեակատարողական վարչության քրեակատարողական հիմնարկի փակ ուղիչ տեղամասի պետ ոստիկանության մայոր Արա Ավանեսյանը հավաստիացրեց, որ իրենք ուշադիր եւ հետեւողական են յուրաքանչյուր ազատազրկվածի առողջության պահպանման հարցերում։ Ընդհանրապես ազատազրկման վայրում գտնվող յուրաքանչյուր անձի համար մեր մոտ ստեղծված են այնպիսի պայմաններ, որ ղեկավարությունը ամեն միջոցների ձեռնարկումը ցուցաբերելով մարդասիրական օգնություն յուրաքանչյուր դատապարտյալի մոտ ուրեմն հայտնաբերված ցանկացած խնդրի ժամանակ անմիջապես միջոցներ են ձեռնարկում համապատասխան բուժում ցուցաբերելու համար։ Որպես թեմայի շարունակություն անդրադառնանք ոստիկանության կողմից մարդասիրության դրսևորման ևս մեկ դրվագի։ Ինչպես գիտենք, 2005 թվականի Ժնևում առողջապահության համաշխարհային ասամբլեայի նստաշրջանում հունիսի 14-ը հռչակվել էր արյան դոնորի համաշխարհային օր։ Դա արվել է ի պատիվ ավստրիացի բժիշկ Կարլ Լանդշտեյների, ով 1930 թվականին Նոբելյան մրցանակ էր ստացել մարդու արյան խմբերի հայտնաբերման համար։ Մարդուց մարդու արյունն առաջին անգամ փոխներարկվել է 1915 թվականին Անգլիայում, իսկ ներկայում այն լայնորեն կիրառվում է վիրաբուժության, մանկաբարձության, գինեկոլոգիայի, արևածքաբանության, վերակենդանացման եւ արյունաբանության ոլորտներում։ Օրերս ԼՂ ոստիկանության պետ գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի բարի կամքի դրսևորման կոչին անմիջապես արձագանքել էին ոստիկանության մի շարք ծառայողներ։ Մինչ աշխատանքային օրվա մեկնարկը ոստիկաններն արդեն հերթագրվել են ԼՂ առողջապահության նախարարության արյան փոխներարկման կայանում։ Կայանի բուժաշխատողները հաճելիորեն զարմացած էին ոստիկանների աշխուժությունից։ Մինչ բուն գործընթացին անցնելը բուժաշխատողները ստուգում էին յուրաքանչյուրի արյան համապատասխանելիությունը մասնակցելու նախաձեռնությանը։ Հատկանշական էր, որ ոստիկանության այն ծառայողները, որոնց ինչ-ինչ պատճառներով մերժվեց դառնալ արյան դոնոր, խիստ ափսոսանքով էին հեռանում կայանից։ Կամավոր ներկայացել են, բայց բժիշկների ստուգումների ընթացքում պարզել է, որ ինչ-ինչ պատճառներով չեն կարող դառնալ արյան դոնոր։ Դրա համար շատ ցավում եմ։ Իդեպ սա արդեն երկրորդ տարին է, ինչ ոստիկանները մասնակցում են մարդասիրական այս նախաձեռնությանը, եւ հատկանշական է, որ այս անգամ նրանց թիվը կրկնապատկվել է։ Միայն քրեակատարողական եւ պետական պահպանության վարչություններից արյան դոնոր դառնալու ցանկություն էին հայտնել շուրջ 124 ոստիկանության ծառայողներ։ Հատկանշական էր, որ առանց բացառության ոստիկանության բոլոր ծառայությունները մեծ խանդավառությամբ հերթագրվել էին մասնակցելու բարի կամքի այս դրսևորմանը, որը սակայն հնարավոր չէ եղել իրագործել արյան փոխներարկման կայանում նման մեծաքանակ արյան պահման պայմանների բացակայության պատճառով։ Յուրաքանչյուրից պարտք կնե մասնակցելու նմանատիպ նախաձեռնությանը, ուրախ ենք, որ կարող եք օգտակար լինելու փրկել առողջական խնդիր ունեցողի կյանքը։ Իդեպ նշեմ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետական պահպանության վարչության ողջ ազնագազմը կամավոր պատրաստակամություն է հայտնել դառնալ արյան դոնոր։ 2014 թվականի քրեակատարողական վարչությունում գտնվող դատապարտյալներից մեկի առողջական վիճակի կտրուկ պատճառով, այսինքն արյունահոսության պատճառով դատապարտյալը տեղափոխվել է Շուշիի բժշկական միավորում, որտեղ մի քանի օր ստացել էր համապատասխան բուժում, կարիք ուներ արյան փոխներարկման, որը տրամադրվել է Հանրապետական բժշկական կենտրոնի արյան փոխներարկման բաժանմունքից։ Հիվանդի վիճակը բարդանալու պատճառով հիվանդը տեղափոխվել է Հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ եւս ներարկվել է որոշակի քանակի արյուն, որին օգնության է հասել նաև քրեակատարողական վարչության ծառայողները։ Իրենց կամքով ծառայողները արյուն են տվել դատապարտյալի կյանքը փրկելու համար, որն էլ հիմք հանդիսացավ նման միջոցառում կազմակերպելու։ Մարդու կյանքը ամենաթանկն է, նմանավանդ հայի, պատրաստ ենք, որպեսզի ամեն մի կյանք փրկելու համար անենք ամեն ինչ։ Կոնֆուցին ասում էր, փորձեք լինել գոնե մի փոքր բարի եւ դուք կտեսնեք, որ այլևս ի վիճակի չեք վատ արար գործելու։ Կարծում ենք այն բավականությունը, որ անձամբ կարող ես քո համեստ հնարավորություններով օգնել հուսահատության մեջ հայտնված ինչ-որ մեկին, աստվածահաճո գործ է, որի հատուցումը ամենակարողի կողմից չի ուշանա։ ԼՂ ոստիկանության պետ գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի կողմից հաստատված ԼՂ ոստիկանության ղեկավարության մոտ 2015 թվականի առաջին կիսամյակում անցկացվելիք կոլեգիայի նիստի եւ օպերատիվ խորհրդակցությունների պլանի համաձայն սույն թվականի հունիսի 27-ին ոստիկանության պետի առաջին տեղակալ ոստիկանության գնդապետ Անդրանիկ Հակոբյանը օպերատիվ խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության պետական պահպանության վարչությունում։
Խորհրդակցության օրակարգը նվիրված է ոստիկանության պետական պահպանության վարչության ֆինանսատնտեսական գործունեության 2015 թվականի հունվար-մայիս ամիսների կրեդիտորական եւ դեբիտորական պարտքերի ցուցանիշների, աշխատավարձերի ու հարկերի ժամանակին վճարման եւ ֆինանսական ու նյութական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Ներկա են պետական պահպանության վարչության ղեկավար կազմն ու պատասխանատու սպաները։ Հիմնական զեկույցով հանդես եկավ պետական պահպանության վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Նորայր Բաբայանը, ով հանգամանալից ներկայացրեց վարչության ֆինանսական եւ նյութական անհրաժեշտ տեղեկությունների վերաբերյալ հաշվետվություն։ Զեկույցներով հանդես եկան նաեւ պետական պահպանության վարչության ֆինանսական ոլորտը կանոնակարգող այլ պատասխանատուներ։ Ամփոփելով խորհրդակցությունը ոստիկանության պետի տեղակալ ու գոհունակություն հայտնելով պետական պահպանության վարչության ֆինանսական ոլորտի պատասխանատուների գործունեությունից, ֆինանսական եւ նյութական մի շարք հարցերի, ոստիկանության ծառայողների աշխատավարձերի ժամանակին վճարման, հանդերձանքի տրման, դեբիտորական պարտքերից զերծ մնալու եւ ժամանակին հարկերը պետբյուջե փոխանցելու վերաբերյալ կոնկրետ հանձնարարականներ տվեց պատասխանատուներին։ ԼՂ ոստիկանության պետ գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի կողմից հաստատված ոստիկանության ղեկավարության մոտ 2015 թվականի առաջին կիսամյակում անցկացվելիք օպերատիվ խորհրդակցությունների նույն պլանի համաձայն սույն թվականի հունիսի 30-ին ոստիկանության պետի առաջին տեղակալ ոստիկանության գնդապետ Անդրանիկ Հակոբյանը օպերատիվ խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության քրեակատարողական վարչության քրեակատարողական տեսչության ծառայողների հետ։ Խորհրդակցության օրակարգը նվիրված էր ոստիկանության քրեակատարողական վարչության քրեակատարողական տեսչությունում հաշվառված դատապարտյալների նկատմամբ իրականացվող վերահսկողական աշխատանքների վիճակին։ Խորհրդակցությանը մասնակցում են ոստիկանության շտաբի պետի տեղակալը, քրեակատարողական վարչության եւ քրեակատարողական տեսչության պետերը, ինչպես նաեւ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների քրեակատարողական տեսչության պատասխանատուները։ Հիմնական զեկույցով հանդես եկավ քրեակատարողական վարչության քրեակատարողական տեսչության պետ, ոստիկանության մայոր Հենրիկ Մաթևոսյանը, ով անդրադարձավ փորձաշրջանում գտնվող եւ պատժից պայմանական վաղաժամկետ ազատված դատապարտյալների ուղղման, դատական ակտերով նրանց վրա դրված պարտականությունների կատարումն ապահովելու, ինչպես նաեւ նոր հանցագործությունների կանխման նպատակով տեսչության ծառայողների կողմից իրականացվող հսկողության եւ դաստիարակչական աշխատանքներին։ Ամփոփելով խորհրդակցությունը ոստիկանության պետի առաջին տեղակալ ոստիկանության գնդապետ Անդրանիկ Հակոբյանը քրեակատարողական տեսչության տեսուչներին հանձնարարեց հաշվառման մեջ գտնվողների նկատմամբ ցուցաբերել պարզագույն մարդասիրություն, ձերբազատվել ավելորդ քաշքշուկներից, փոխարենը նպաստելով աշխատանքի տեղավորման ու այդ կերպ նրանց սոցիալական խնդիրների լուծմանը։ Այսօր ոստիկանապետի առաջին տեղակալի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության քրեակատարողական վարչության քրեակատարողական տեսչության գործունեության հաշվառման մեջ գտնվող փորձաշրջանում եւ պայմանական վաղաժամկետ ազատված դատապարտյալների նկատմամբ վերահսկողություն կատարելու եւ նրանց ուղղման ճիշտ ճանապարհին կանցնելու վերաբերյալ ոստիկանապետի առաջին տեղակալի ցուցում տվեց, որպեսզի պայմանական վաղաժամկետ ազատված հաշվառման մեջ գտնվող դատապարտյալների զերծ պահվի քաշքշուկներից, որպեսզի դատապարտյալները կարողանան լուծում տան իրենց աշխատանքով իրենց սոցիալական խնդիրներին։ Սույն թվականի հուլիսի 1-ին ԼՂ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության մայոր Իգոր Օհանյանը օպերատիվ խորհրդակցություն անցկացրեց ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ։ Խորհրդակցության օրակարգը նվիրված էր գրանցված մարմնական վնասվածքներով ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծության եւ դրանք նվազագույնի հասցնելու համար անհրաժեշտ միջոցների ձեռնարկմանը։ Հիմնական զեկույցով հանդես եկավ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ ոստիկանության փոխգնդապետ Արմեն Հարությունյանը։ Ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման պատճառների եւ պայմանների վերաբերյալ զեկույցներ ունեցան նաեւ Վաշտի, Դասակի եւ Ջոկի հրամանատարները։ Ճանապարհային ոստիկանության պետը մանրակրկիտ վերլուծության ենթարկելով ճանապարհատրանսպորտային պատահարները նախանշեց այն հիմնական միջոցառումները, որոնք կարող են կանխարգելել դրանք, հատուկ կանգ առնելով պրոֆիլակտիկ բացատրական, քարոզչական եւ կանխարգելիչ աշխատանքներին։ Ճանապարհային ոստիկանության ծառայողներին փոխանցելով մարմնական վնասվածքների առաջացմամբ ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ ԼՂ ոստիկանության պետի խիստ մտահոգությունները, ճանապարհային ոստիկանության պետը հրապարակեց ոստիկանության պետի ցուցումը 4 ճանապարհապարեկային վերակարգերի ընդգրկմամբ շաբաթական 4 տարբեր օրերի եւ ժամերի փոփոխական հարաբերակցությամբ հանրապետության տարբեր ճանապարհահատվածներում իրականացնել ստուգայցեր։ Ճանապարհային ոստիկանության պետը եւս մեկ անգամ հիշեցրեց ոստիկանության պետի ցուցումը ուժեղացնել ծառայությունը հանգստյան գոտիների մերձակա ճանապարհահատվածներում, անզիջում գտնվել հատկապես անսթափ վիճակում տրանսպորտային միջոցները վարողների եւ սահմանված արագությունը գերազանցող վարորդների նկատմամբ։ Հակառակ դեպքում ծառայողական պարտականությունները անբարեխիղճ կատարող եւ ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման ուղղությամբ ոչ բավարար ցուցանիշներ
բնակիչներ արձանագրած պատասխանատուները կհեռացվեն զբաղեցրած պաշտոններից։ Մարմնական վնասվածքներով ճանապարհատրանսպորտային պատահարների նվազեցման ուղղված միջոցառումների ձեռնարկման կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի կողմից տրվել են համապատասխան ցուցումներ։ Մասնավորապես անհրաժեշտ է շաբաթվա մեջ 4 օր կազմակերպել մշտական ստուգացներ, ստուգումներ հանրապետության տարածքում տարբեր ուղղություններով, տարբեր եղանակներով իմ գլխավորությամբ կազմակերպվեն նշված ստուգումները, ուրեմն ԿՊՑ-ի հրամանատար փոխգնդապետ Մագասարյանին հանձնարարական նշված ստուգումները իրականացնելու նպատակով կազմել համապատասխան գրաֆիկ եւ ներկայացնել իմ հաստատմանը։ Ստուգացները կկազմակերպեն բարբերաբար եւ փոփոխական տարբեր օրերի շաբաթվա մեջ, ինչպես նաեւ տարբեր ժամերի։ Ստուգացներին կմասնակցեն առնվազն 4 ճանապարհաբարիկային ծառայություն իրականացնող տրանսպորտային միջոցներ համալրված անձնակազմով։ Բացասական արդյունքներ հետագայում արձանագրելու դեպքում կրկին ոստիկանապետի ցուցումի համաձայն կկատարվեն համապատասխան կադրային փոփոխություններ։ Որպես թեմայի շարունակություն նշենք, որ այսուհետ որոշել ենք շաբաթվա կտրվածքով ձեր դատին ներկայացնել անստապ վիճակում տրանսպորտային միջոցները վարելու համար ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք տեղափոխված բոլոր տրանսպորտային միջոցները։ Հույս ունենք, որ համընդհանուր պարսավանքի միջոցով կարող են կանխել հատկապես այս կարգի իրավախախտման դեպքերը եւ զերծ մնալ ողբերգական հետևանքներով ճանապարհատրանսպորտային պատահարներից։ Ուշադրություն, հարգելի համերկրացիներ, ամառային ժամանակաշրջանի հետ կապված հրատապություն են ստանում հատկապես հանգստյան գոտիների հարակից ճանապարհատվածներում անվտանգ երթևեկության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Հնարավոր ճանապարհատրանսպորտային պատահարները կանխելու նպատակով ճանապարհային ոստիկանության ողջ անձնակազմը անցնում է ուժեղացված ծառայության եւ մշտական վերակարգերի սահմանում հանգստյան գոտիների մերձակայքում։ Հանգիստը բնության գրկում վայելող վարորդներին ճանապարհային ոստիկանությունը հորդորում եւ միաժամանակ պահանջում է չտրվել գայթակղությանը եւ ոգելիցի ազդեցության տակ չվարել տրանսպորտային միջոցները։ Հակառակ դեպքում զգուշացնում ենք, որ կկիրառվեն վարչական ներգործության ամենախիստ միջոցները։ Իսկ այժմ ձեր ուշադրությանն եք ներկայացնում հանրապետության տարածքի օպերատիվ իրավիճակի վերաբերյալ համառոտ տեղեկությունները։ Սույն թվականի հունիսի 23-ից մինչև հունիսի 30 նկատ ժամանակահատվածում մարմնական վնասվածքի առաջացմամբ հանրապետության տարածքում արձանագրվել է 4 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով 2 քաղաքացի մահացել, իսկ 6-ը ստացել է մարմնական վնասվածքներ։ Հունիսի 23-ին ժամը 19:30-ի սահմաններում Մարտակերտի շրջանի Բանկ գյուղում տեղակայված հուշարձանի մոտակայքում 1996 թվականին ծնված Արեն Գենգիբարյանը վարելով Volkswagen Vento ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, գլորվել ձորը, ինչի հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ։ Հունիսի 23-ին ժամը 18:20-ի սահմաններում Շուշի քաղաքի Ղազանչեցոց փողոցից դեպի Պաշտպանության բանակի թիվ N զորամաս տանող ճանապարհի խաչմերուկում իրար են բախվել 1976 թվականին ծնված Արմեն Ավանեսյանի վարած VAZ-2106 եւ 1980 թվականին ծնված Վադիմ Մանուկյանի վարած Mitsubishi Airtrack ավտոմեքենաները, ինչի հետևանքով Արմեն Ավանեսյանը ստացել է մարմնական վնասվածքներ։ Հունիսի 24-ին ժամը 21:10-ի սահմաններում 1956 թվականին ծնված Վալերիկ Մեժլումյանը վարելով VAZ-2106 35 TT 485 ավտոմեքենան Մարտունի Ննգի Ստեփանակերտ ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին վրայերթի է ենթարկել 1973 թվականին ծնված Աստղիկ Սահակյանին, ինչի հետևանքով վերջինը ստացած մարմնական վնասվածքներով Մարտունու շուրջ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Հունիսի 30-ին ժամը 2:10-ի սահմաններում 1973 թվականին ծնված Սամվել Թադևոսյանը վարելով VAZ-2107 մակնիշի S9145 ավտոմեքենան
Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհի 28-րդ կիլոմետրին գլորվել է ձորը, ինչի հետևանքով ինքը եւ ուղևոր 1976 թվականին ծնված Մկրտիչ Թադևոսյանը ստացել է մարմնական վնասվածքներ, իսկ 1975 թվականին ծնված Արմեն Սարգսյանը տեղում մահացել։ Նշված ժամանակահատվածում հանրապետության տարածքում արձանագրվել է առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության 4, գողության 3, մարմնական վնասվածք հասցնելու եւ խարդախության 2-ական, ինչպես նաեւ ավտոմեքենան փախցնելու եւ ծեծի 1-ական հանցագործության դեպք։ Իրականացված օպերատիվ հետախուզական եւ քննչական աշխատանքների շնորհիվ բոլոր դեպքերով հանցագործներ կատարած անձիկ հայտնաբերվել են։ Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հերթավան մասերում արձանագրվել է 174 ահազանգ, որոնցից 136-ը վերաբերվել են բուժ հաստատություններից ստացված կենցաղում անզգուշությամբ առաջացած վնասվածքների, 13-ը հրդեհի, 6-ը միայն նյութական վնասի հետևանքով ճանապարհատրանսպորտային պատահարների, 7-ը հեռախոսի կորուստի, իսկ մնացածը այլ բնույթի դեպքերի։ Բոլոր ահազանգերով անմիջապես դեպքի վայրեր է մեկնել ոստիկանության տարածքային ստորաբաժանումների օպերատիվ խմբերը եւ օրենքով սահմանված կարգով ընդհանցքավորել դրանք։ Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ կատարելու համար նշված ժամանակահատվածում վարչական պատասխանատվության է ենթարկվել տրանսպորտային միջոցների 175 վարորդներ, որոնցից 6-ը անսթափ վիճակում, 103-ը սահմանված արագությունը գերազանցելու, 5-ը առանց վարորդական իրավունքի, իսկ մնացածը այլ կարգի խախտումներ կատարելու համար։ Մեր այսօրվա հաղորդումը մոտեցավ իր ավարտին։ Բարին ընդ ձեզ։